ամեն օր ստեղև ասնելով հաճակայքում եմ բարև սուրպրեսին ուժը զորև մենք գտնվում ենք Վերիշեն գյուղի և տարածաշրջանի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկի կողքին Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է, կառուցման դարերը 4-րդ և 5-րդ մասնագետները այդպես են նշել, և իր կառուցվածքով, իր ձևով, ինչպես մասնագետներն են նշում, Սուրբ Հռիփսիմեն նման է Նոյիտապանին, այսինքն դիմային հատվածից կիսակլոր, ներքևի վերջի հատվածից քառակուսի, և Հայաստանի ամենաերկար միասրահ եկեղեցին է, Սուրբ Հռիփսիմեն, 27 մետրից ավել է երկարությունը։ Եվ բնականաբար կանգուն է մնացել, 13-րդ դարում վերանորոգվել է, հետո երկրաշարժի ժամանակ փլուզումներ են եղել, հետո էլի է վերանորոգվել, իսկ խորհրդային տարիներին, ինչպես բոլոր գյուղերում, նման սրբավայրերը օգտագործվել է որպես պահեստներ, դա մենք բոլորս գիտենք։ Բավական ամուր է, նախկիներում ինչպես են կառուցել, ձուն ավազի հետ խառնել են, շաղաղ են ստացել և դրա տենց են կառուցել։ Հենց եկեղեցու մեծությունից էլ երևում է, որ տարածաշրջանի մի շարք գյուղերի է նա սպասարկել, էլի, այդ եկեղեցին, որովհետև այս մեծությամբ եկեղեցում պետք է նաև գային այս շրջապ, օրինակ մեր հարևան ակները, այնտեղ եկեղեցի չկա, իրենք էլ, իրենց վերջը ռիտուալները, վերջը Աստծոտուն գնալը այստեղ են եկել մեզ հետ միասին։ Չնայած մենք գալիս ենք շաբաթ, կիրակի և ոչ միայն շաբաթ, մոմ են վառում, աքլոր են բերում, ատաղ են անում և այլն, մեր ժողովուրդը, բայց կա նաև գործող եկեղեցի, Սուրբ Նորակնունքն է, որը վերևի հատվածում է 5 գյուղատեղին, որտեղ քարանձավներ են, 94 թվականին կանադահայ թեմի աջակցությամբ Սուրբ Նորակնունքը նորոգվեց, այն ժամանակ դեռ Գորիսինը պատրաստ չէր, որպեսզի Գորիսի հավատացյալ ժողովուրդը նաև գա օգտվի մոտ տեղ լինի, մեր Նորակնունքը այդ առաքելությունը մատուցեց մեր ժողովրդին։ Հիմա բոլոր դեպքերում տարբերություն չեք դնում, կամ այնտեղ եք գնում, կամ այստեղ եք գալիս, ոչ մի խնդիր։ Խորհրդային տարիներին, ինչպես բոլոր գյուղերում, նման սրբավայրերը օգտագործվել է որպես պահեստներ, դա մենք բոլորս գիտենք։ Լավ է, որ մեր ժողովուրդը նորից իր ակունքներին գնաց և ծիսակատարություններով հարուստ եկեղեցի դարձավ, նույնիսկ արտասահմանից են, համայնքներից, ես գերմանացիներ եմ տեսել, կաթոլիկ քահանան իր համայնքով, որ եկել են ու նրանք գիտեին այս եկեղեցու մասին և եկեղեցու ներսում մենք էլ գնացինք իրենց հետ խառնվեցինք, գերմաներեն ռիտուալ արեցին, իհարկե իրենք կաթոլիկներ են, դե մեր հայ առաքելական եկեղեցին է, բայց քրիստոնյաներ են բոլոր դեպքերում, շատ տուրիստներ են գալիս, զմայլվում են, տեսնում են, հիանում են, մենք էլ է գալիս իրենց բացատրում ենք, որ սա ինչ եկեղեցի է, ինչ իմաստ ունի, նրանցից շատերը տեղյակ են, օրինակ մի քանի տարի առաջ մի խումբ էր եկել, ես գյուղապետարանից նայեցի, տեսա դրանք արևելյան տեսքով են, ոնց որ ճապոնացիներ լինեն, այսինքն գնալու տեսնենք այդ ովքեր են, եկանք ճապոնացիներ էին Տոկիոյից, Տոկիոյի համալսարանում կա հայագիտության ամբիոն, այդ հայագիտության ամբիոնի դեկաններ և իր այդ դասախոսների հետ, թարգմանիչ էլ ունեին, ինքը ավելի լավ գիտեր մեր եկեղեցու պատմությունը, քան մենք ուզեցի նորություններ ասի, ամեն ինչ ինքը ասեմ ես հիացա ուղղակի ձեր տեղեկություններից։ Պետք է նշել նաև, որ պեղումներ կատարվեցին թե ներսում, թե շրջապատում և այդ պեղումների արդյունքում նորից ու նորից խաչքարեր դուրս եկան, տեսեք այն կանգուն 3 խաչքարերը այս վերջերում հողային աշխատանքների պեղումների ժամանակ բացվեց և միաժամանակ
կային խաչքարեր, որ ներսում պատերի ներսում էին, միգուցե այն թաքցնելու հարձակումներից պաշտպանելու համար է միտում եղել, որ պահպանեն այդ խաչքարերը ոչնչացումից։ Բոլոր դեպքերում մենք դա զգացինք, որ խաչքարերին հանեցինք եւ այստեղ է դրված դրսում։ Հետո մեզ տեղեկացրին, որ պետք չի ձեռ տալ շարունակել, այն ինչ կա այդպես պետք է մնա։ Խաչքարերը տապանակարեր են, դրանց վրա արձանագրություններ կան, մարդիկ որ կարդում են, հասկանում են, որ իրոք եկեղեցին բավական հին է։ Մոտավորապես այդ խաչքարերը կառուցվել է, պատրաստվել է 15-16-րդ դարերում։ Ըստ երևույթին այդ ժամանակ ծաղկուն է ապրել, այդ խաչքարերի պատրաստումը եւ այլն ձևել մեր եկեղեցին։ Իդեպ այս եկեղեցին Մայրաթորի տրամադրության տակ չի, պատմամշակութային հուշարձան է, միգուցե որ արդեն վերականգնվի, նոր այն կհասնի Մայրաթորի տնօրինությանը, միգուցե։ Հիմա նախատեսում են շարունակել հողային աշխատանքների արդյունքում խորացնել, պեղումներ անեն, շատ զգույշ են անում իդեպ ասեմ, պեղումները։ Եվ տան այն տեսքը, որ նախկինում եղել է, հիմա այն ինչ որ հիմա հողային աշխատանքներ ա կատարվել, ինչ-ինչ խնդիրներ կան, միգուցե նաև ֆինանսական, որ հենց նորից հանգանակությունների ներդրումների հետ կապված, որ եղավ շարունակելու են։ Վերանորոգման աշխատանքներ է նախատեսում, նախագիծ է արվել, որ այս դիմային հատվածը, որ նախկինում եղել է, հետո զանգակատուն է եղել, նախասրահ է եղել, մտադիր եմ, որ այդ վերականգնողական աշխատանքները կատարեն։ Քարե ավազանը եկեղեցին գործելու ժամանակ դեռ դարեր առաջ դրված է եղել այստեղ, պեղումների ժամանակ է դուրս եկել, որ այդ ավազանի մեջ մերոնը ջրով բացած նորացին երեխաներին կնքել են։ Այստեղ է դրված եղել։ Հենց սկսել է գործել 4-5-րդ դարից։ Այդ ավազանը այդ ժամանակվանից էլ եղել է։ Դրա համար հատուկ քանդակած չի էլի, այն ժամանակի ինչ գործիքներով են հազիվ բանար։ Իսկ ընդհանուր առմամբ պեղումները կատարվեցին ինչի համար, որ հայտնաբերեն նախաքրիստոնեական, հեթանոսական սրբատեղի։ Ախր դրա վրա են կառուցել քրիստոնեական եկեղեցիները։ Ժողովուրդը շատ դժվարությամբ է քրիստոնեություն ընդունել։ Չեն ընդունել հեթանոսական կրոնի դարերով սովորած ժողովուրդ են եղել, դրա համար քրիստոնեությունը դժվար են, բայց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի, մեր սրբերի ջատագով քրիստոնեական պրոպագանդայով ժողովուրդը ընդունեց, մենակ գառնի մնաց էլի, որպես հեթանոսական տաճար, Տրտատ երկրորդի չավերես որպես գեղեցկություն։ Սա հազար եկեղեցի, մի բան էլ ասեմ, մի 2-3 տարի առաջ պատերազմական գործողությունները դեռ գնում էր, մեր Գորիսի համայնքապետը Արուշ Արուշանյանը, այստեղից մեր եկեղեցում մատաղ մատուցեցին զինակոչիկների համար, որ պիտի գնային պատերազմ։ Բանակ, հետո պատերազմը սկսվեց էլ։ Բոլորը մեր եկեղեցուց գնացին ու այդ տղաներից, որոնք ստեղից ենք ճանապարհել, ոչ մեկի մազը չծարվեց։ Ես Արուշանյանին ասում եմ, պարոն Արուշյան, դու գիտեք դա ինչ է, մեր եկեղեցու ուժն է։ Միգուցե դա զուգադիպություն է, չգիտեմ, բայց ես կարծում եմ դա մեր սրբատեղի ուժն է։ Այդ զինվորները մտան, ստեղ մեծ միջոցառում շրջանի բոլոր գյուղերից գնացող երեխեքին բերեցին, այստեղից ճանապարհեցին։ Մտան մեր վանականներից էլ հետները երեխեքի հետ մտան, այնտեղ մոմ վառեցին, ինչպես ասում են զորացան էլի մեր եկեղեցու, ինչպես թևերի տակ, օրտնանքի տակ երեխեքը գնացին։ Եվ իրոք ոչ մի այդ տարիներին ահագին զոհեր ունեցանք։ Այդ երեխեքից ոչ մեկի մազը չծարվեն։ Ես դա ուզում եմ հատուկ նշել։ Ուզում ենք, որ այդ եկեղեցին կանգուն լինի ու նաև գործող դառնա, էլի։ Նորից օծվի, էլի։ Բոլոր դեպքերում մենք չենք ասում քրիստոնեական եկեղեցի է իր ուժը կորցրել է, բայց այն վերագործարկելու համար ինձ թվում է մեր Մայրաթորից կգան մեր հատուկ բանագնացները եւ կոծեն նորից էլի մեր քրիստոնեական հավատքի մեր այս գեղեցիկ սրբավայրը։
Thank you.